Վրաստանի արտաքին գործերի նախարարը արձագանքել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վերաբերյալ արած Մարկո Ռուբիոյի հայտարարությանը։ Պարզաբանել է, որ Վրաստանը աշխատում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնված հարաբերությունների բովանդակության վրա։ Մակա Բոճորիշվիլին նաև խրախուսական է անվանել պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լադուայի ուղերձները և նշել, որ Վրաստանի և Ամերիկայի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ։ Խորհրդարանական պատվիրակության այցը Կանադա շարունակվում է։ Այցի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել Կանադայի խորհրդարանի անդամի, արտաքին գործերի նախարարի խորհրդարանական քարտուղարի, ինչպես նաև արտաքին գործերի նախարարության Եվրոպայի և Եվրոպայի հարցերով դեպարտամենտի գլխավոր տնօրեն Գալիթ Դոբների հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա դիվանագիտական հարաբերությունները և ընդգծել համագործակցության խորացման կարևորությունը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական մակարդակներում։ Պատվիրակության հանդիպումները անդամները արդեն հանդիպումներ են ունեցել խորհրդարանի փոխնախագահի, Կանադայի խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավարի և Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման հանձնաժողովի նախագահի Ահմեդ Հուսենի հետ։ Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը պատվիրակության հետ պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջանի Հանրապետություն։ Այցի շրջանակներում Գեգա Գելաձեն հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագևի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմավարական գործընկերության հարցերը, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները և միջազգային անվտանգության առջև ծառացած ժամանակակից մարտահրավերները։ Զրույցը նաև անդրադարձել է 2026 թվականի սեպտեմբերին Բաքվում նախատեսված ամենամյա անվտանգության ֆորումին։ Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի ասոցացմանը Եվրամիության հետ, բայց դեմ է Եվրամիության կողմից այն ռազմական բլոկի վերածելուն, ասել է Վլադիմիր Պուտինը։ Լրագրողի հարցին, թե ինչ նպատակներ է փորձում իրականացնել Ռուսաստանը Ուկրաինայում, Պուտինը պատասխանել է, որ Ռուսաստանի լիակատար վերահսկողությունը Դոնբասի նկատմամբ և Ուկրաինայի հետ համաձայնության գալը չեն հակասում միմյանց։ Նրա խոսքով Ռուսաստանը վերահսկում է Զապորոժիայի տարածքի 80%-ը և այս գործընթացը շարունակվում է ամենօրյա ռեժիմով։ Նաև Ռուսաստանը համաձայնել է փոխզիջման Ուկրաինայի հետ։ Հիմա Կիևը պետք է համոզվի դրանում։ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերաբերյալ բանակցություններին ներկա կլինի նաև Եվրամիության ներկայացուցիչ Ֆրիդրիխ Մերցը։ Այս մասին հայտարարում է Չեխիայի վարչապետը, հավելելով, որ պատերազմի շարունակությունը դրական արդյունքներ չի բերի և պարզ է, որ ագրեսորը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է։ Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա շրջանակներում Վրաստանում տեղի ունեցել կլիմայի փոփոխությանը հարմարավետողականության ազգային ծրագրի պաշտոնական շնորհանդեսը։ Ծրագրի շնորհանդեսը բացել է շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարը ողջունի խոսքով։ Նախարարության դիրքորոշումը այն է, որ կլիմայի փոփոխության աճող ազդեցության պայմաններում հատկապես կարևոր է, որ երկիրը ամրապնդի իր հարմարվողականության կարողությունները բարելավի կլիմայական ռիսկերի գնահատումը և ներդնի երկարաժամկետ կայուն զարգացման մոտեցումներ տարբեր ոլորտներում։ Կլիմայի փոփոխությանը հարմարվողականության ազգային ծրագիրը կլինի երկրի առաջին համակարգված շրջանակային փաստաթուղթը, ապահովելով երկարաժամկետ պլանավորում, համակարգում և հարմարվողականության միջոցառումների ինտեգրում ազգային և ոլորտային քաղաքականության մեջ։ Այսօր Վրաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունիսի երկրորդ խաղը։ Վիլիսանյոլի թիմը Միխայել Մեսխի անվան մարզադաշտում կմրցի Բահրեյնի հավաքականի հետ։ Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը լրատվամիջոցներին հայտարարել է, որ Գյորգի Չակվետադզեն վնասվածք լուրջ չունի, բայց չի մասնակցի խաղին։ Դրա փոխարեն մենք կտեսնենք Խվիչա Կվարացխելիային խաղադաշտում առաջին իսկ րոպեից նա ավագի թևակապով և կառաջնորդվի վրացի ֆուտբոլիստներին։ Խաղը կմեկնարկվի ժամը 20:00-ին, իսկ ուղիղ հեռարձակումը կապահովի Վրաստանի առաջին ալիքը։